Ամեն ազգ իր տականքը ունի, բայց ոչ մի ազգ հայի տականքից չունի։ Սա Գարեգին Նժդեի խոսքերն են։ Նրա բառերով սկսեմ որոշեցի այսօրվա իմ հաղորդումը։ Բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Կներեք, որ սափրված չեմ, ես տանը չեմ, էլի այդ իմ պարագաները հետս չեն։ Բայց հերթական ժիժվածքին հանդիպեցի, որ խեղում է մարդկանց ուղեղները, նվիրված է այս հաղորդումը Լենդրուշ Մարգարյանին, նկարը տեսնում եք հիմա։ Եվ նրա այդ հաղորդումը, որ աչքովս ընկավ, ինչպես Սյունիքը փրկվեց, տեսեք, մարդու մտածելով թրիփը փրկություն է։ Ինչպես Սյունիքը փրկվեց եւ ինչու են հիմա խեղաթյուրում ճշմարտությունը։ Ես հիմա կմիացնեմ նրա այդ հաղորդումից մի հատված, հենց սկիզբը էլի կլսեք, բայց միջև այդ մի ռեմարկ, ասենց ասած, էլի նախաբան, թե որտեղից հայտնվեց այս անորոշ երևույթը, բոլշևիկյան անունով, Լենինյան դրոշ, Լենդրուշ։ Բնակվող ինչ որ Լատինական Ամերիկա, թե որտեղ, մի խոսքով, չեմ հիշում հիմա, Հայաստանում չի։ Նայեք, այս մարդ որտեղից սա եկավ։ Առաջինը սա դուրս եկավ ուկրաինական նույն թեզերներ տարածում Հայաստանում, հակառուսական, հակասովետական։ Մի քանի բառ իր կենսագրությունից, էլի ոնց եմ ես իրան ճանաչում, էլի նայել եմ։ Հետո դրա հետ միասին դարձավ հականիկոլական, քննադատում էր Նիկոլ Փաշինյանի այդ ամեն ինչը, Արցախի հայաթափումը, մի խոսքով նրա քաղաքականությունն էր քննադատում։ Հետո Վարդան Ղուկասյանի ձերբակալումը դարձավ իր համար ասենց աստեղային իր պահը բռնեց եւ մտավ ժողովրդի սրտները, ասենց ասած ուղեղներ։ Սկսեց ամեն օր, չգիտեմ, ժամերով խոսալ նվիրված Վարդան Ղուկասյանի ձերբակալմանը։ Թեզեր տարածել տարբեր ձևի, եթե հիշում եք ինչու։ Ու սրանով մտավ համացանց, հավաքեց լսարան, հիմա տեսնում եք, դարձել է ողնուծուծով, ամեն ինչով, ամեն վերջին բջիջով նիկոլական, լիովին։ Եվ հասկացաք, թե 30 արծաթ է երևի, որտեղից եկավ, մտավ գրպանը, որ զբաղվի, հասկացել հերթական մի պրոպագանդիստը դառնա երկիրը թրքացնելու, Թուրքիային հանձնելու։ Հիմա եկեք լսենք այդ իր հաղորդումից մի հատված։ Ուզում եմ առանձին մի հաղորդում ստեղծել տրիպ ճանապարհի մասին կամ Տրամպի ճանապարհի մասին, խոսքը Սյունիքի ճանապարհի մասին է, քանի որ մենք արդեն հյուր ունեցել ենք այս թեմայով, բայց ես հարկ եմ գտել, որ պետք է ուշադիր եւ թարմը պահել այս նորությունը, քանի որ շատ է ճնշումը ժողովրդի վրա, որ անպայման մանիպուլացնեն եւ վախ այսպես սերմանել հայ ժողովրդի մեջ, քանի որ Արարատ Միրզոյանի հայտարարությունից հետո ես նկատեցի, որ նույն մարդիկ նույն դեմքերը նորից հայտնվել էին, այսպես ասած են, հիզակետում եւ ասում էին սա դավաճանություն է, չգիտեմ, սա վտանգավոր է, սա միջանցք է, Սյունիքը տվին, ճանապարհը տվին, սախ տվին, մեծ բան չմնաց, սա մի մեծ հայրենա դավաճանություն էր կամ չգիտեմ ոնց անվանեմ, այսպիսի մի խոսակցություն էր էթում։ Ես ուզում եմ միած հիշեցնեմ մենք որտուց ենք գալի եւ ոնց ենք հասել այս կետին։ Իհարկե, եթե մտածենք, որ մենք հաղթած երկիր ենք, ով հաղթել է Արցախյան պատերազմում եւ Արցախը մեր ձեռքերում է, այդ ժամանակաշրջանում իհարկե մենք այս բան չէինք կարող մտածել, չնայած Ռոբերտ Քոչարյանը լավ էլ մտածում էր այդ ժամանակ, բայց մենք պետք է հեքիաթներով չապրենք, օթերով չթռնենք եւ հասկանանք, որ մենք պարտվել ենք պատերազմը։ Իսկ դուք ինչ եք կարծում, որ Ադրբեջանը Ռուսաստանի sense ասած թաքուն աջակցությամբ չնայած այդքան էլ թաքուն չէր, բայց եւ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, այս պատերազմը գնացին սրանն էլ գումարած Պակիստանի եւ Սիրիայի վարձկանները չնայած Պակիստանի կողմից sense պաշտոնական դավելեկի օգնում էին նրա հատուկ ջոկատայինները, եկել էին հատուկ միայն Արցախի համար, հա, սա եք դուք կարծում։ Եթե դուք սա եք կարծում, ցավում եմ, դուք քաղաքականությունից հեռու եք։ Իրականում ծրագիրը շատ ավելի մեծ էր։ Իրականում ծրագիրը Հայաստանից Սյունիքը պոկել էր, ոչ թե միայն այդ միջանցքային Սյունիքը պոկելն էր եւ Ռուսաստանի կողմից հետաքրքրությունը այն էր, ինչը որ միշտ արել է ինքը մեզ հետ, մեր երկրի հետ, մեր պետականության հետ կամ մեր ժողովրդի հետ, ոնց ուզում եք տենց անվանեք։ Բաժանելով Հայաստանը տարբեր մասերի, ինքը վեկալի իր փայը, ասենց հրեշտակի նման գալ որպես փրկիչ, ինքը վեկալի իր փայը Թուրքի ուզածը տար Թուրքին։ Սա է ծրագիրը։ Սա է ծրագիրը եւ դրա համար ես ժամանակին ասում էի, որ օգոստոսի 8-ի այդ հայտարարությունները կամ համաձայնագիրը ոնց ուզում եք անվանեք, դա վատագույնի մեջի լավագույն ընտրությունն էր, հա։ Նորից կրկնում եմ հատուկ։ Լսեցիք, չէ՞։ Տեսեք, ոնց է մանիպուլացնում, սա պարզապես մանիպուլյացիա է։ Մարդկանց վախերի եւ բանի հաշվի առնելով, տեսեք, որոշել է թարմ պահել այս նորությունը, շատ էր ճնշումը ժողովրդի վրա, որ մանիպուլացվի, վախ ներարկվի մարդկանց մեջ։ Այսենց այնքը սկսում, որ սա է իր, ասենց ասած, աշխատանքը լինելու, սա իր նպատակն է,
որին հիմա ինքը նվիրել է իր ժամանակը, որ բացատրի մարդկանց որ թրիփը դա փրկություն էր, իսկ ռուսական տարբերակը դա կրկին ինչ որ մի սարսափելի կատաստրոֆա Հայաստանի համար։ Նայեք, եկեք ամենաառաջինը, ես հիմա դիմում եմ հենց այս Լենդրուշին, էլի։ Մարդ ում երևի պապերի մեջ պապը կամ հայրը եղել են սովետական միությանը համակրող մարդիկ, որ ինչ-որ մեկի անունը դրել են Լենինյան դրոշ, հետո նա դրել է իր հոր վրա, երևի պապու անունն էլ դրել են թոռան վրա, չգիտեմ։ Այն ուկրաինական նարատիվները, որ սրա նմանները տարածում են, ու էլի կային, են գլամուրնի կար մի հոգի, ու էլի որոշ վիժվածքներ, էլի լրիվ անգրագետ, իրականությունից հեռու անաղուհաց քրդիշուն, հայի գենկրող, հայի մեր ազգի ներկայացուցիչներ։ Հաշվի չառնելով մի փաստ, որ այսօրվա Հայաստանը, որ գոյություն ունի, տեսեք, ընդհանրապես, որ Հայաստանը այսօր գոյություն ունի, մենք ունենք ի շնորհիվ Ռուսաստանի, ոչ թե սովետական միության։ Հայաստան իր պետականությունը կորցրել է վաղ միջնադարում, պետություն ջնջվել է։ Պարզապես Ռուսաստանը շնորհիվ նրա քաղաքականության ժամանակին մտավ Կովկաս, հետ բերեց այս փոքր կտոր հողերը եւ ստեղծեց հայկական այդ գուբերնիան այն ժամանակ, Երևանսկուի օբլաստը։ Ի շնորհիվ Ռուսի, նայեք, Հայաստանը երբեք զենքի ուժով չի ձերբազատվել Պարսիկից։ Հայաստանը գրավել է Պարսկաստանի կողմից։ Լևոն 6-րդի թե 5-րդի ժամանակ։ Հիմա չեմ հիշում։ Այդտենց է եղել։ Տենց է կորել Հայաստանը։ Եվ Հայաստանը պարզապես ռուսական կայսրության փլուզումից հետո երկու անգամ։ Մեկ ռուսական կայսրությունը փլուզվեց, մեկ էլ սովետական միությունը։ Օթից անգավ այս անկախությունը իր ձեռքը։ Օթից, այսպես իրա չեն էլ մտածում, էլի լոտոյի պես շահեցին։ Առաջին համաշխարհային պատերազմը եղավ, ցարի սպանությունը, ռուսական ցարական Ռուսաստանի այդ կործանումը, անկումը, այդ նույն ժամանակահատվածում, երբ որ մետրոպոլիան ասես գլուխը խառն էր, մի քանի տարով կարողացան անկախանան հայեր, էլի։ Ու ինչ արեցին այդ անկախության ժամանակ, այդ երկու տարվա մեջ իրանց անտաղանդության համար, ես այն մի քիչ էլ դաս այդ Լենդուշանմաններին, էլի, այդ անգրագետ տեսեք, անաղուած քրդիշներին ու պատմություն չիմացող տգետներին, էլի, դաս։ Ինչ արեց Հայաստան երկու տարվա մեջ։ Իբր անկախացավ, վազեց Ամերիկա, Վուդրո Վիլսոնի մուտիլովկե կբերին կապին էլի սրանց գլխին, հիմար դաշնակների։ Հետո 20 թվականին նույն Ամերիկան աչք փակեց, ասեց հողերը տա պաշտպանի, ես եմ տվել եմ։ Նույն Եվրոպան աչք փակեց, նույն այդ ատտատի երկրները։ Թուրքիան Գերմանիայի հետ միասին։ Գերմանիայի զենքով գրավեցին Հայաստանը, մտան Ալեքսանդրապոլ, այսօրվա Լեննակը։ Թուրքը, հասկացեք, Եվրոպացու հետ միասին, նույն ամերիկացու, գրավեցին Հայաստանը։ Ու հիմա 100 տարի հետո նույնն է լինում։ Ոնց ուզում եք պատմությունը մեկնաբանեք կամ բանարեք, լսեք դուք ձեր, ասենց ասած, կալակոլնիայից մի նայեք, դուք նայեք այն կալակոլնիայից կայսրության, դուք մի կայսրության մաս եք եղել ժամանակին։ Ես այսօր տեսնում եմ հնդիկ ժողովուրդը ինչքան էլ եղել օրինակ անգլիական կայսրության լծի տակ, ինչքան էլ օրինակ ունեն ֆիլմերի, ունեն քննադատում են, նույն բրիտանական կայսրությունը ներողություն խնդրել է, մեղանչել է, էլի ասենց ասած այդ իր վայրագությունների համար, բայց այդ ժողովուրդը ունի շնորհակալություն, ոչ թե երախտապարտ է, որ բերել է քաղաքակրթություն, այն երկաթգիծը, որ այսօր կա Հնդկաստանում, դա կրկին բերել է բրիտանական կայսրությունը։ Դրանպես բրիտանական կայսրությունը որտեղ մտնել է, քաղաքակրթությունը է դա տարել։ Անկեղծ լինենք։ Ու այսօր որ Հնդկաստանը ունի ազնիվ այդ դատական համակարգը, նույն բրիտանական, նույն ամերիկյան դատական համակարգն կրկին թողել է անգլիացին։ Ու այսօր նայեք, այդ ամեն ինչը հասկանալով, այդ վայրագությունները, որ արել են, ժողովուրդը արդար են գնահատում այդ ժառանգությունը, որ թողել է անգլիացի ժողովուրդը այնտեղ, էլի, կայսրությունը։ Մեր հայրից նման անաղուհաց քրդի շուն չկա այդքան, որ ունենք այդ ծնած տականքներ մեր գենից։
որ մարդկանց խափեն, լսեք, Հայաստանում ինչ ա եղել, եկեք մի հատ ասենք, էլի, եկեղեցուց բացի ոչ մի հին մի հատ շենք չկա։ Օրինակ նույն ես Մոսկվայում ման ես գալիս, նայում ես թատրոն 1800 քանի թվի, նայում ես ինչ որ շենք 1700 քանի թվի, 1800 քանի թվի, բայց Հայաստանում դու մի հատ շենք չես գտնի հին։ Ինչ որ մի կուլտուրական, մի կուլտուրնետ օբյեկտ կամ բան, կամ ինչ որ մեկի հարուստ գեղեցիկ տուն, ամրոց եմ ասում, պալատապ նման մի հատ սիրուն տուն չկա։ Երևանը մի հատ Աստաֆյան ա եղել, այն էր որ հաշվեց թե էլի ով է Հայաստան Երևանում ներդրում արել, մի մասն էլ այլ են հենց ռուսներից Շուստովների ընտանիքը։ Հիվանդանոցա սարքել, բանը արել, դպրոցներ ա սարքել։ Չի եղել ոչինչ, մի հատ այդ նեղ փողոցն է եղել Երևանում։ Գյումրին ավելի մեծ է եղել Ալեքսանդրապոլը, քան Երևանը։ Դրա համար դաշնակները իրանց կուսակցությունը ստեղծեցին, Հայաստանում ոչինչ չկար, Թիֆլիս էին նստած։ Որտեղ ոչ հեռագիր կար, ոչ մի տելեգրաֆ բան չի եղել։ Այ ասենց երկիր ա եղել Հայաստանը, երբ անկախացել է։ Ու այդ իրանց հետո հիմար ձևով թուրքը մտավ Ալեքսանդրապոլ, Հայաստանը համարյա գրավեց, Հայաստան չէր թողել էլի։ Հայկական արդեն գիտեր հայը ինչքան պետք է ոստիկան ունենար, ինչքան թնդանոթ, ինչքան հրացան։ Լիարժեք կապիտուլյացիա են գրել Ալեքսանդրապոլի, էլի։ Ռուսը այդքանից հետո մտավ, խաբվեց, տեսեք։ Բանը, Քեմալը խոսքեր տվել ինքն է դառնա բոլշևիկ, էլի, ռուսի գլուխը շատ լավ յուղելու բան ունեն, էլի։ Ռեցեպտները գիտեն թուրքերը։ Նրանց խորամանկության այդ բանի միջոցով դիվանագիտության Ռուսաստանն է դե պարտված է եղել սովետական միությունը նոր էր ձևավորվում, քաղաքացիական պատերազմներ երկրի ներսում, գնացին այսքան Հայաստանը փրկեցին, էլի։ Մնաց այսքան Հայաստան։ Այն բանով որ Թուրքիան էլ պետք է այդ մնացած հողերով գամ մտնի սովետական միության կազմի մեջ։ Ոսկիները վերցեցին Հայաստանից բացի, հələ Լենինը լիքը ոսկի ա տվել, որ այնտեղ հեղափոխություն անի բոլշևիկյան։ Բայց այդ գնում այնտեղ այդ ոսկիները վերցում, ասում է հեսա կանեմ այդ հեղափոխությունը, գնում է բոլոր բոլշևիկների գլուխը կտրում ու վազում կրկին ոնց պայմանավորված է եղած լինում, էլի նույն արևմուտքի հետ։ Ամերիկայի բանի բևերին է հարում, եվրոպական։ Դրանից է գալիս, տեսեք, այդ բանը, էլի, հենց այնա սկսեցի, որ ասում էին Հայաստանը պետքա, օրինակ 100 տարի հետո Թուրքիան պետք է այդ հողերը հետ տա։ Հա։ Հենց Լենին Քեմալի պատճառով պետք է այդ հողերը հետ տար։ Որտեղ ինքը ուներ գրված թուղթ կա, որ ինքը պետք է մտներ սովետական միության կազմի մեջ։ Ու չեղյալ պետք է համարվեր այդ թուղթը ու ինքը այդ հողերը պետք է հետ տա։ Բայց քանի որ սովետական միությունը փլուզվեց, էլ այդ ամեն ինչը մոռացվեց, էլի։ Դրա համար Թուրքիայում նույնիսկ ներդրումներ չէին անում այդ հողատարածքներում, այնտեղ ապրում էին քրդեր, քրդերն էլ դժգոհ էին, որ իրանց մոտ չլուտություն է, քաղաքակրթություն չկա, լույս չեն բերում, ոչ մի սյուն չեն տեղադրում։ Դրա համար այդ բաները իրանց մոտ այդ բողոքի ակցիաները գնում էր։ 91 թվականից հետո երբ այդ ամեն ինչը արդեն հանդարտվեց, Թուրքիան սկսեց այդ տարածքներում ներդրումներ անել ու այդ խնդիրը փակվեց։ Ես հիմա պատմում եմ այս Լենդրուշանման այդ մարդկանց անգրագետների, որ մարդկանց ուղեղը լվանում են։ Ու նույն ձևել անկախություն ընկավ մեր ձեռքը էլի օթից 91 թվականին։ Այն որ մեր մոտ Շանթ Հարությունյան կար, բան իրա հերներ, Շահեն Հարությունյանն, Պարուր Հայրիկյան բան խոսում էին, որ մենք անկախացրեցինք Հայաստանը, մենք չկա տես բան էլի, լոտոյի պես ընկավ երկնքից ներքև։ Ես փոքր երեխա էի, որ լսեցի էլի, ասես օրինակ հայրս հետաքրքրվում էր էլի միշտ այդ միացած։ Այնտեղ Ելցինը հայտարարում է, որ Ռուսաստանը անկախացավ, էլի ու տանը խոսակցություն էր գնում։ Ու ես ասես մտածում եմ էլի, ասես փոքր չէ այդքան էլ, ինչքան մի 14-15 տարեկան է, որ լսեք ախր Մոսկվան հենց սովետական միությունն է, նա ոնց է անկախանում։ Մեզանից շուտ հələ ամառվա ամիսներ էր, որ Ռուսաստանը հռչակեց իր անկախությունը։ Հայաստանից մի քանի ամիս առաջ։ Ու այս թող ու բոհի մեջ էլ մենք անկախացանք։ Նայեք, սա էլ է լոտոյի պես ենք մենք շահել այդ կայսրության 2 անգամ փլուզումից։ Ու հիմա նայեք, այսքան կան մարդիկ, որ այս հրան նման նստած ու խոսում են, որ փնովում նույն ուկրաինական նարատիվները, ուկրաինական, այն որ ուկրաինացի ժողովրդի ուղեղը լվացան, ասեցին այս կատաստրոֆա, այս կարգի վիժվածքներն էին։ Նույն թեզերը տարածում, նույն թեզերը։ Ինչ որ սա էր խոսում, ինչ որ են բաններ են, Յոժիկ դերասաններ խոսում են, Չիբուխչյան, Միբուխչյան, բոլորը նույն թեզերով։
Ու հիմա նույնը շարունակվում է, նայեք։ Սրանք մի բևեռի են ծառայում, ոնց որ այդ եվրոպական գարդոններ, մարդոններ, դրանց այդ թիմերը նույնն էլ Հայաստանին են անում։ Ես ես նայում ես, ասում ես մարդ, որ չունի ընդհանրապես պատմության այդ առնչություն, գիտելիք, որ դու 5 րոպե նստես, հետը խոսած ինքը կխայտարակվի։ Ուղիղ եթերում նստես խոսած, էլի իր գիտելիք իմանաս ինքը ինչա որ մարդկանց ինչա սովորացնում։ Ու նստում է հիմա այ այն ինչա խոսում է թե սա փրկություն է հայերի համար էս թրիփը, որ մենք փրկվեցինք, սա չարիքից լավագույնն է, այլ Ռուսաստանը կար լրիվ զանգեզուրներ տալիս Թուրքին։ Ռուս-թուրքական ծրագիր այդ լսեցիք իր հաղորդման մեջ։ Ռուս-թուրքական, երբ որ ռուսն ու թուրքը իրանց դարավոր թշնամիներ են։ Նայեք, նրանց մոտ մինչև 16 հատ, թե 17 հատ պատերազմ ու սենց լոկալնի կոնֆլիկտ է եղել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ Ու սա ներկայացնում է իբր այդ նոյեմբերի 9-ով, այդ 9-րդ կետով դա կատաստրոֆա էր Հայաստանի համար, երբ որ Հայաստանը մնում էր այդ տարածքում ֆինանս այդ ամեն ինչին տեր էր մնալու, մի հատ ռուսական FSB պետք է լիներ։ Վերահսկող։ FSB-ի նպատակն է ձեզ ասեմ, Ռուսաստանի միակ ուզածը այն էր, որ այդ ճանապարհներ, որ կառավարի այդ նավթագազամուղերի շուկան, որտեվ այդ ճանապարհով անցնելու է իր կոնկուրենտ գազանավթամուղը, եթե ինքը չղեկավարեց։ Իսկ Ռուսաստանի ամբողջ տնտեսությունը հիմնված է այդ ուգլեվադարոդների վրա, էլի։ Դրա համար իրան պետք էր այդ ճանապարհը իր կոնտրոլի տակ պահեր, որ ինչքան էլ գնար այդտեղից նավթ, ինքը իր առևտուրը չկորցներ, որ պետք լինի իր նավթը տար։ Այդ հզորությունների մեջ ինքը իր շուկայի բայաբաժինը չկորցներ։ Ռուսաստանին սա է պետք եղել։ Հասկացեք, այդ նույնը անենց չի որ ռուսական եթե լիներ չէին առնի, շատ է լավ կառնեին։ Միջև մա միշտ ռուսական են առել։ Ու աշխարհը ասում եմ գորշա, ոչ սևա, ոչ սպիտակ։ Ու հիմա նայեք, այսօր մեր իշխանությունը ամեն ինչը գնաց սրա համար, որ ռուսական շուկան մեկուսանա նավթամթերքի եւ բացվի նոր ուղի Միջին Ասիայի նավթի համար։ Այդ թուրան, որ ասում է, դա տնտեսական ճանապարհ է լինելու, ես ձեզ ասել եմ, ոչ թե մի պետություն։ Սրանից հիմա օգտվելու է Ղազախստանը, Թուրքմենիան, այդ կողմի նավթեր ունեցող Ադրբեջանը, բայց ոչ Հայաստանը։ Այս ինքը չի ասում, որ այդ 26%-ը մի հատ ցածր գնի 26% է լինելու։ Մենք եղնակ ենք տալու Վրաստանը, թե ինքնի վիճակով ինչքան տոկոս է պահում։ Եկամուտ ստանում, էլի ես իմ անցած հաղորդման մեջ ասեցի։ Իմ օրինակ կներեք, հետ տաշեղիս էլ չի, թե ում նավթն է անցնելու այդ խողովակներով։ Հասկանում եք։ Ում նավթն է լինելու։ Կարևոր է այդ փողը մտներ հալալ ձևով Հայաստանի բյուջե։ Այլ ոչ թե հիմա այդ ամեն ինչը կղեկավարի ինչ-որ մի ընկերություն, որ ինքը կդնի գինը կորոշի Հայաստանի փոխարեն, ու այդ եղած նվազագույն ցածր գնից էլ մի 26% թուլապայ կշպրտի Հայաստանին, կասի ան ու ապրի, ու շնորհակալ եղի, թե չէ թուրքը կգար քեզ կասպատակեր, ես եկա քեզ փրկեցի։ Այս սենց է ներկայացնում, էլի այս է իրականությունը։ Որ ռուսը չէր ասում սենց գալու եմ, այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ունի կետեր, հայտարարված, դրանք բոլորս էլ ժամանակին ես էլ եմ տեղադրել, միացրել եմ, լսել եք։ Ռուսաստանը ոչ մի տնտեսական ինչ-որ մի փայաբաժին չէր մտնում, ոչ մի ինչ-որ եկամուտ չուներ դրա մեջ, էլի։ Նրա ղեկավարի այդ կոմունիկացիան, նավթագազներ իրան հետաքրքիր։ Ճանապարհ կլիներ, տրանզիտ կլիներ, Ռուսաստանն ասում էր, քո Հայաստանի օրենքը աշխատելու է։ Դրեցիր այդ մի հատ ֆուրի վրա գցենք $50 այդ ճանապարհը։ Այդ $50 կգար քո գրպանը։ Ասկան բարձեցված ձևով կլիներ այդ ամբողջ ճանապարհը կգնայի, բայց դու քո փողը աշխատելու էր։ Բայց դուք տեսեք այսօր ոնց իրականությունը փոխվեց լիովին։ Ոնց ժամանակին այդ Ադրբեջանն էլ Ռուսաստանից ռևերս եղավ։ Ու այս ամեն ինչին միջնորդեց Հայաստանը, տեսեք նույնպես Լենդրուշը ժամանակին հենց հականիկոլական էր, քննադատում էր այդ Արցախի հայաթափումը։ Բայց չի ուզում ասի, լսեք, մինչև նոյեմբերի 9-ի հասնել է այդ բանը, 9-րդ կետը։ Այն ժամանակ կար 10 օր հետո էր Ռուսաստանը ուզում կանգնացնել պատերազմը։ Հայերը մենք չհամաձայնվեցինք։
10 օր հետո։ Նույն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հրաժարվեցին կանգնացնեն պատերազմը։ Նույն Շարմազանովը, նույն դաշնակները բոլորն են եղել են ներկա այդտեղ։ Աշոտյաններ, Մաշոտյաններ, նրանք որոշեցին պատերազմը շարունակել։ Այս ամեն ինչը բերվեց այս կուլմինացիային հենց սա դավադիր մի ծրագիր է եղել, որի նախագիծը գծել է հենց Սերժ Սարգսյանը, լինելով ազգային անվտանգության գլխին կանգնած մարդ, նա չէր կարող չհասկանալ, թե ինչ գործակալական, ինչ բանը սխեմայաս հյուսվում Հայաստանում, որ դրա համար էլ բերեց են Մարոժնի ուտող պրեզիդենտին Արմեն Սարգսյանին, որ նրա միջոցով այդ չհրթիռակոծվեն այդ բաները, այդ պատերազմի ժամանակ նավթամուղերը էլի Բաքու-Գեյրան, ու որ այդ Հայաստանի աշխարհքաղաքական տրանսֆերը Ռուսաստանի բևեռից անցնի հարթ ձևով դեպի Եվրոպա-ամերիկյան բևեռի։ Ու այս Լենդրուշա նման այդ երևույթները, այս ամեն ինչը, տեսեք, հաշվի չառնելով այս նուրբ աշխարհքաղաքական այս շախմատը աչքի թող անելով, ամեն ինչ ներկայացնում են էմոցիոնալ, sense դաշտ են տեղափոխում, ավելի sense, գիտեք, մանկապարտեզային մակարդակով բացատրում մարդկանց աշխարհքաղաքական այդ լուրջ շախմատը, Սարքում տունիկ, նա պուպուշներ, նա փիշտներ, նա Ամերիկան լավն է։ Ամերիկացու կներեք էլի նույն ձև ասեմ, խերը սարքել են պաղպաղակ, քաքը սարքել են շոկոլադ, այս նման սրա նմանները, լցրել են այդ պաղպաղակի վրեն, փայտը մտցրել, արանքը սարքել, էսկիմո ու կերակրում իր խորը անասունց հետևորդին, որ լայքեր ա դնում ու հիանում։ Ես հասկանում եմ, Հայաստանի ժողովուրդը պատերազմ չի ուզում, խաղաղություն ա ուզում ամեն գնով։ Ես հասկանում եմ։ Այդ սուքը, որ տեսել են, այդ ամեն ինչը զզվել են մարդիկ։ Դրա համար էլ այսօր ոչ Սերժը, ոչ Սարգսյանը մի փոքր շանս չունեն, բայց աթոռա կռիվ են տալիս։ Դուք որ սատկեցիք երկուսդ, ազգովի գալու են քո ձեր գերեզմանի վրա քաքեն։ Դրա համար էլ երկուսդ գնալու եք երևի Գարեգինի այդ սարքած դամբարանում պաղկված թաղվեք, որ ինպես մարդիկ չգան ձեր գերեզմանների վրա քաքեն, որ երկիր էսօրի հասրեցիք, որ հանդուրժեց Սերժի նմանում են, Վանեցյանը նմանը, որ այսքան գործակալական ցանցը բուծվի Հայաստանում, աճի ու զարգանա, որ երկիրը սենց ծախեն ու այդ ծախման պրոցեսն էլ գովաբանեն ասեն սա փրկություն է քեզ։ Իսկ ազգի ժողովրդի վրա ոնց լինի, տեսեք մարդիկ, դուք լավ որ չեք ունենալու, ձեր վրա հա գազի գինա բարձրանալու, հա բենզինի գին, դրա մեջի ակցիզը երկիրը դա է ունենալու եկամուտ։ Ձեզ վրա թոշակ են բարձրացնելու, տեսեք ծխախոտի գինը ուրա հաս է երկրում։ Ծխախոտ նույն գինին այդ ամեն ինչի դրա ակցիզն են բարձրացրել, հասկացեք։ Ձեզ տաշում են ամեն ձևով, քերթում են, որ երկիր պահեն, աշխատավարձ ստան, բանակ պահեն, ոստիկան պահեն, հավելավճար ու պարգևավճար ստանան։ Արտաքին պարտք սպասարկեն, այդ վարկերի տոկոսները տան։ Դրա համար ամեն ձև հատանալու է, ձեր վրա այդ հարկերը, հարկային բեռը շատանալու է, որ դուք փախնելու եք։ Այդ Զանգեզուրը ձեզ կարող է թեթևացնել այդ բեռից։ Թեթևացնել, տեսեք, երկիրը ստանար մի ուրիշ տեղից նորմալ եկամուտ, նորմալ փող գար։ Անդերքը մեր դատարկը, էլի ոչինչ չունենք։ Ոչ նավթ, ոչ գազ, ոչ ինչ ունի օգնակ հանածով, որ կարողանաս բարձր գնով ծախես։ Չկա։ Այն որ նստում վազգենա դեգեներատ աղբերով, մենք ջուր ունենք մի լիտրը, բանում, Դուբայում $2 է։ Դե տար այդ մի լիտրը $2 Դուբայում ծախիր, այսպես բաներ կերակրելով, որ դա ավելի լավն է, քան նավթ, ասում եի, զուր եք նավթին բանալում, վազգենի են տխմար աղբոր բառերն է։ Մենք ասում ենք ջուր ունենք, նավթից թանկ է։ Այս կարգի մարդիկ, այս Լենդրուշանման, այս ու են մի տեսակ այդ ձևի էլի կային, էլի Բաբաջանյան, Մամաջանյան պատրաստեցին ձեզ հենց այսօրվա, տանում են այս որոնց գյուղացին լավ կիմանա, որ անասունը տանում է մորթելու, մեջքը քորելով է տանում, քաղցր բառեր ասելով։ Իսկ այս Լենդրուշ, Մենդրուշ, են երեկվա այն վիժվածքը ինչ էր անում են բանը, Ստեփան Գրիգորյան, այս սրանք այդ ձեր մեջքը քորողներն են։ Այն նարատիվներ կեղծ հենց բանի կողմից մշակված, այդ հետախուզությունների կողմից, էլի, մարդկանց ուղեղը լվանալու, տգետ այդ անգրագետ այդ խորքային անասուն մասսայի։
որ տանեն դեպի կործանում։ Մեկը աշխարհում միլիարդով մարդ կա, այսինքն մի քանի տարին մեկ մի միլիարդ ավելանում են։ Դրա համար այդ մրջունի պես արարած ենք։ Ոչ մի դրանց համար այդ կապ չունի, դες մի Ուկրաինայում ինչքան զոհ եղավ, ինչքան։ Դες միջև վերջի Ուկրաինան կոտորում են։ Պատերազմներ են տալիս։ Միջև վերջի ուկրաինացին մեռնի։ Արդեն աղջիկ են ուզում տանեն բանակ։ Ու ով էս ամեն ինչին հասցրեց, այս Լենդրուշանման, այս կարգի են Չիբուկչյանանման, այս այս վիժվածքներ են գլամուրնի նման, որ նստած ժողովրդի ուղեղը լվանում էին։ Որ գնանք Եվրոպա, ազգովիկը թոշակավորվեն, չենք աշխատի, սիրուն կապրենք։ Իսկ Եվրոպան այսօր տեսնում եք, նույն գյուղատնտեսությունը ինչ վիճակում է, որ ոնց են պայքարում, որ պետքա Լատին ամերիկական այդ ապրանքը գա իրանց շուկա։ Պարզեցված հարկային այդ բանեն, օրենք են ընդունել, էլի, համաձայնագիր։ Որ ընդեղի ապրանքը գա ցածր մաքսային գնով մտնի բան, էլի, ոնց որ Եվրոմիության մաքսային գոտի են մցրել։ Իսկ իրա ներքի ժողովուրդը դժգոհ է այդ ամեն ինչից։ Ու դրա համար հիմա դուք էլ մտածում են, այսքան անասուն եք, ինքնին որ մտածում եք, որ դուք պետք է հասնեք դրան։ Դուք մնալու եք Հայաստանում ավելի թանկ գազի, բենզինի, սիգարետի, օղուլ, կոնյակի, ինչ էլ անեք ավելի շատ ակցիզ եք մուծելու ու հարկ եք մուծելու, գույքա հարկ եք մուծելու, NDS եք մուծելու ու ճգռելու եք դրա տակ։ Ճգռելու եք ու փախնեք։ Եղավ։ Ձեր տները մնան վարկերի ինչ որ բաների տակ այսպես արգրավելու է վերջում այդպես թուրքի մուրքիով փոխտավերեկը ծախել ու այս դատարկվելու է մի 40 տարվա մեջ, 50 տարվա մեջ։ Իսկ Լենդրուշի տաշեղին չի ու Լենդրուշանման այդ մնացածների, էլի 30 արծաթով իրանց երկին ու հողը հանձնողների։ Նրանց համար դա մեկ է, իրանք արդեն փախել են։ Նայում ես առավոտից նստած վլը սաղոր ինտերնետում հաչում են։ Ինձ մեկ ասում եք ինչ է այդպես կորում էլ ուրեր։ Ես աշխատում եմ, ես իմ աշխատանքով եմ տունը, բան ոչ թե խոսալով։ Իսկ մարդիկ տեսեք դնում են, նստում են, խոսում են, այլաց նպատակը հենց դա է, դա հենց այդ է իրանց աշխատանքը։ Տեսեք մարդը փնտրում է, մարդը գտավ ինչ որ միտեղից, որտեղից գան, մարդիկ, որ իր այդ խոսան, իր ֆինանսավորեցին, որ տաղավար սարքի ու այսպես ավելի գեղեցիկ մակարդակով այդ ծրագրերի օգնությամբ ժողովրդի ուղեղը լվանա։ Իբր ինքը կարդացող մարդը հետևն է գրքեր է դրել, դրանք սաղ բան է, էլի կոմպյուտերն է սարքել, դրոշ է դրել ու նստած խոսում է։ Հայրենասեր է աշխատում մարդը, այսպես է հայրենասեր աշխատում։ Ու դուք լսում, նայում, լայքում, հիանում որոշ ապուշներ էլի։ Էս է ժողովուրդ։ Ես չեմ սիրում ամեն ինչ շուշուտ մտնեմ, բայց ասում, ես էլ տեսա, բարը տեղել անգործ նստած եմ, ասեցի նստեմ լավ ես էլ գրեմ։ Սակայն ինտերնետը նենց թույլ է ստեղ, ես այսօր միջև նյութը ներբեռնեցի 3 ժամ տևած։ Անընդհատ կտրվում էր, վերջը գյուղի մեջ մանգալով գնացի, սա քաղաք է էլի փոքր, Սարապոլսկի կրայ։ Գնացի մի հատ վիշկա գտա, գյուղի վիշկեն։ Մոտիկ կանգնեցի, որ այդ ինտերնետը չկտրվի ու կարողանամ այսօրվա այս նյութս երեկվա էլի ավելի շուտ։ Այն 74-26% այդ հաղորդումը որ կար, այդ ոնց եղավ էլի։ Որ ներբեռնեմ էլի, տեսնեմ սա ոնց եմ ներբեռնելու։ Այսքանը ժողովուրդ ջան, դե առայժմ հաջողություն ու սթափ դատեք իրականությունը։ Սթափ դատեք։ Հաջողություն։